Ժողովուրդ 7 տեսակի մարդ կա, որ չի փրկվելու։ Եվ ես հրա մասին եմ խոսալու այսօր։ Շատ ժամանակ ունեմ դրա համար հանգիստ եմ, ես 20 րոպե ավելի շուտ եմ ստեղ եկել։ 7 տեսակի մարդ կա, որ չի փրկվելու։ Սա ասում է Աստծո խոսքը։ Կարաք դուք գաք եկեղեցի ասեք լավ քարոզեր, բայց դուք պետք է հանդիպեք Հիսուսին փրկվելու համար։ Լավ քարոզը չի փրկում ոչ մեկին, Հիսուսն է փրկում։ Պետք է հանդիպում ունենալ Հիսուսի հետ։ Հիսուս Քրիստոսի հետ է պետք է հանդիպել։ Ուրեմն եկեք մեր խոսքը սկսենք Մատթեոս 7-րդ գլխից, սա իմ երկրորդ թեման է։ Ուզում եք ձեզ վստահեն, ուզում եք ձեզ ընթացք տան, ուզում եք ձեզ ծառայության մեջ վստահեն, դուք պետք է մտածեք այնպես, ինչպես ես եմ մտածում, երբեք ես իմ ծառայությունը չեմ վստահում, այն մարդուն, ով ինպես չի մտածում, ով ինպես չի խորհում, որովհետև դու կարող ես վստահել մեկին, ով քո նման է մտածում, ով քո նման է խոսում, ով քո նման է պատկերացնում, ով քո նման է հասկանում, եւ սա կոչվում է մկրտություն, դու կարաս տեղ լինես, բայց տեղից չլինես, դու կարաս ես եկեղեցուց լինես, բայց այս ժողովրդից չլինես, ես օտարներին, ուրիշներին չեմ վստահում իմ ծառայությունը, գիտեք դրա համար փոքրուց սովորացնում են շատերին, փոքրուց սովորացնում են, 7-րդ գլուխ 13 խոսքը Նեղ դռնից ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը ու ընդարձական ճամփան, որ դեպի կորուստ է տանում, եւ շատվոր են նրանք, որ այնտեղից մտնում են։ Նեղ է այն դուռը, նեղվածք է այն ճամփան, որ դեպի կյանք է տանում, եւ քչերն են, նրանք գտնում են։ Սա Աստծո խոսքն է։ Դրա համար մենք պետք է լուրջ վերաբերվենք սրան, եւ ես ասացի, որ ոչ մի բան մեխանիկորեն այսպես չի կարող տեղի ունենալ ու մտածել սա հոգեվորություն է։ Ղուկաս 18-րդ գլուխ, այսօր շատ տեղեր եմ ասելու, գնալուց առաջ է ձև զապրավ կանենք, որ կգամ ամսի 11-ին գալու են Երևանից, գալու են հոկտեմբերյանից, մարդիկ գալու են ծառայության, մենք ունենանք ծառայողական ծառայություն մի հատ, իրար հետ կհավաքվենք, 9-րդ խոսքը, 18-9-րդ խոսքը, Ղուկաս 18:9 Մի քանիսները, որոնք իրենց անձերի վրա վստահ էին, թե արդար էին, ուրիշներին անարգում էին, եւ նա նրանց մի առակ ասեց. Երկու մարդ գնացին տաճար, աղոթք անելու։ Մեկը փարիսեցի էր, մյուսը մաքսավոր։ Այստեղ ոչ մեկին նկատի չունեմ ոչ մի բան, եւ չեմ ասում դու ոմանք ես, եւ քեզ չեմ ասում, որ դու կամ փարիսեցի ես, կամ էլ մաքսավոր ես, դա իմ գործը չի, ես քեզ անուն տամ, կամ կպցնեմ, ուղղակի դու պետք է լսես այս պատմությունը, որովհետև այս առակը կարա մեկի կյանքը փրկել։ Փարիսեցին կանգնած էր ու առանձին, այսպես էր աղոթքանում, ով Աստված մեխանիկորեն աղոթքներ անում, շնորհակալ եմ քեզ, որ ուրիշ մարդկանց պես չեմ, գեղեցիկ աղոթք անում, շատ գեղարվեստարուն, խելացի, գրագետ աղոթք անում, հափշտակող չեմ, անիրավ, շնացող, եւ կամ այս մաքսավորի պես, յախք, այս մի հատ վիճակ էր իր մոտ այս աղոթքի մեջ, հապա շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում, ալելույա, մինչև ժամը 4-ը, բոլոր տասանորդի ստացվածքն եմ տալիս մանավանդ դրա երևի 30%-ը, Իսկ մաքսավորը հերու կայնել էր ու չեր էլ ուզում աչքը երկինք բարձրացնել, հապա իր կուրծքը ծեծելով ասում էր Աստված ողորմա ինձ, բեղավորիս։ Քանզի ասում եմ, թե այս մեկը, այս մյուսը ավելի արդարացած իր տուն գնաց, որովհետև նա որ իր անձը բարձրացնում է պիտի խոնարհվի եւ ով որ իր անձը խոնարհեցնում է նա պիտի բարձրանա։ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ տվեց իր միածին որդուն, ճիշտ է։
Աստված չի կարող փրկել ինքնաարդար մարդուն, որ ինքը իրան արդարացնում է։ Սա առաջի բանն է, որ մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ, որ Հիսուս ասում է, որ այս մարդը չգնաց իր հատուն արդարացած, այլ Մաքսավորը, որ իր կուրծքը ծեծում էր, ասում էր, մեղավորից ների, ողորմա ինձ։ Եվ անգամ երկինք էլ չէր կարողանում նայել, որովհետև համարձակությունը չէր ներում։ Երբ որ ես ու դու մեղանչում ենք, մենք ամաչում ենք ավելի շուտ։ Ավելի շուտ ամաչում ենք Աստծո մոտ գանք եւ բարձրացնենք մեր երեսը դեպի երկինք եւ հայցենք իր ներողամտությունը եւ սերը։ Բայց Աստված այնպես սիրեց, որ տվեց, ով որ հավատա։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ այս մարդը ինքը արդարացնում է իրան։ Մարդը, որը իրան արդարացնում է, իր աչքերում ինքը ընդհանրապես սխալ չունի։ Ինչ է մարել, որ չի գիտակցում։ Չի հասկանում, որ ինքը ունի մեղք եւ ինքը ունի սխալներ, որ պետք է ապաշխարի։ Որովհետեւ ոմանք հավատում են, որ իրանք արդար են։ Եվ այստեղ է ձևը սկսվում, որ ոմանք իրանց համար մտածում են, որ իրանք արդար են, ուրիշներին ուրիշ բաներ են ասում։ Որ սրա նման չեմ, նրա նման չեմ, եւ ես միշտ տեսնում եմ մեղավորների շրջանակում, որ ասում են, ես ուրիշների պես գողբոս չեմ։ Ժողովուրդ, ես չեմ հասկանում այս մարդկանց, որոնք չեն ուզում փրկվեն։ Եվ իրականում ես չեմ հասկանում, որովհետև ինքնաարդարացումն աշխատում եւ սա արգելում է, որ իրան փրկվի։ Ինքնաարդարացումը, ինքնապաշտպանությունը, սա կա աշխարհում, սա կա եկեղեցում, սա կա հավատացյալների մեջ, որ երբեք իր սխալը չի ընդունում եւ իր մեղքերը չի ընդունում, որ ինքը մեղավոր է եւ ինքը իր համար արդար է։ Սա առաջի մարդն է, որ Աստված չի կարող փրկել։ Առակաց 3:5-ում գրված է հետևյալ խոսքերը։ Առակաց 3:5-ում գրված է քո բոլոր սրտովը Տիրոջը ապավինիր եւ քո իմաստությանը մի վստահիր, որովհետեւ նա քեզ կարող խաբի։ Ապավինությունը քո անձի վրա։ Դա նշանակում է, որ առակացում Սողոմոնն ասում է, երբ որ դու արդարանում եւ ապավինում ես քեզ, դու ասում ես ես Աստված եմ։ Ես չեմ ապավինում ինձ եւ այստեղ գրված է մի ապավինի քեզ, ապավինի Տիրոջը, քո իմաստության, քո խելքի, քո հմտությունների, քո կարողության, քո դիպլոմի, քո ընդհանրապես որը մի բանի վրա մի վստահիր, մի ապավինի, որովհետև դու Աստված չես։ Դու չես կարող լինել քո Աստվածը։ Մարդիկ, ովքեր որ չեն ուզում փրկվեն, հետո այդ ձեր բան են ասում, որ թե իմ Աստվածը այնա իմ հերս է, իմ մերս է, իմ քերիս է։ Սա կեղծ աստվածապաշտություն է։ Մարդիկ կան, որ կրոն ունեն, բայց արդարություն չունեն։ Ստեղ գրված է 5-րդ գլխի, Մատթեոս 5-րդ գլխի 20-րդ խոսքում, որ ասում եմ ձեզ, եթե ձեր արդարությունը դպիրների եւ փարիսեցիների արդարությունից ավելի չլինի, բնավ չեք մտնելու երկնքի արքայությունը։ Կարող ասեք, թե Հիսուս ինչ խնդիր ունի փարիսեցիների հետ, հա? Ոնց որ փարիսեցիների հետ Հիսուս խնդիր ունի, Հիսուս փարիսեցիների հետ խնդիր չունի, փարիսեցիները խնդիր ունեն Հիսուսի հետ։ Ուր որ գնում է Հիսուս, փարիսեցիները գնում են իր հետևից։ Շրջապատում են Հիսուսին, որպեսզի քննադատեն, թե ինչ է ասում կամ ինչ արեց։ Սիրում եմ փարիսեցիներին, որոնք այս ձև կլատքեք ունեն։ Գիտեք, երբ որ ասում են, այդ մեզ էս ասում Տեր, Հիսուս իրանց նկատի չուներ, գիտես։ Հիսուս իր համար քարոզում էր, սրանք ասում են, մեզ էս ասում։ Դու ասես ձեզ չի ասում, բայց քանի որ ձեր վրա եք վերնում, տո ձեզ էլ եմ ասում։ Դու կարաս քեզ համար խելոք քարոզես, ուրախ սրտով քարոզես, եւ մեկը վերջում մտածի, թե դու այդ Իրանը իր ասում մոտենա քեզ այդ հաշիվներ պահանջի։ Ես ձեզ ոչ մեկին չեմ ասում, կա որ ինձ եմ ասում, կա որ էլի ինձ եմ ասում, նորից եմ մտածում իմ մասին, որովհետեւ ես ուզում եմ որ հասկանամ սա, որոնք ունեն կրոն, բայց չունեն արդարություն։ Լինի դա քրիստոնեական, մահմեդական, բուդդիստական, քրիշտիանական կրոն ինչ կապ ունի։
ունեն կամ ծեսական գործողություններ, բայց ընծայում չունեն։ Գիտեք, ծեսը դա ծես է, հասկանում եք, ինքը ծեսի համար աղոթք անում, եւ սա չի նշանակում, որ դու միտեղ լինես, մի հրապարակում վերցնես միկրոֆոնը եւ աղոթք վերցնես ազգի համար։ Սրա մասին չի խոսքը, այլ սա իրան էր արդարացնում աղոթքի մեջ։ Թե ինչքան լավն է ինքը, ինչքան ճիշտ տղա է ինքը։ Ինչքան ինքը ակուրատնի մարդ է, ինքը սաղ բառերը ճիշտ է ասում։ Ինքը գեղեցիկ նախադասությունները անտրովի, բա միած սպասի տերես մի բանն էլ չեմ ասել, քեզ պետք է ասեմ, որ դու իմանաս, չէ, ես ինչ ձևի լավ մարդ եմ։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Ես չեմ ուզում ասեմ, որ ստեղ կա այդ ձև մարդ, բայց կարծում եմ, որ մենք հասկանանք, թե ում Աստված չի կարա փրկի, նրան ով իրան է պաշտպանում եւ արդարացնում մենակ։ Ես այնքան մեղքեր ունեմ, ուզում ես մի երկու հատն էլ ասեմ, դու շոկի մեջ ընկնես։ Որոնց դու գիտես, այսօր երկու հատ ես ասեմ, որ դու չգիտես։ Որովհետեւ որոշները միշտ կուզենան, այսա դրան է կգանք։ Որոշների համար ծառայությունը դարձել է մասնագիտություն, ոչ թե կոչում։ Սա չպետք է այդպես լինի, որ դու մասնագետ դառնաս։ Երկրորդ Պետրոսի երկրորդ գլխում ձեզ որոշներ պետք է ուսուցում, ճիշտ է, այս ձև ուսուցումներ։ Մի բան ասեմ ձեզ, եթե դուք ինպես չմտածեք, դուք երբեք չեք վստահվի իմ ծառայության մեջ։ Ես կրկնելու եմ մինչև ծառայությանս վերջը։ Ասելու եմ ինչի համար, որովհետև դա պատճառ ունի։ Ես այդտեղ դասեր եմ տալիս, դուք չգիտեք։ Ես այդտեղ ուսուցում եմ տալիս, դուք չգիտեք։ Դուք ուսուցում ունեք, բայց չգիտեք։ Ես այդտեղ պարզ սահմանում եմ հարցնում, կարմիր դիպլոմավորների բերանը ջուր առնում։ Կարմիր դիպլոմավորներ, որոնք գիտեն դա, բայց չգիտեն այդ ֆորմուլան։ Ձեր կարմիր դիպլոմը խի են տվել, կարաք ասեք։ Կարող է դուք մուխլուշ եք, կարող է դուք զուբրիլկա եք արել, որ կարմիր դիպլոմ եք ստացել, հետ է մտածեք։ Ես չեմ վախում ասեմ կարմիր դիպլոմ, սա խոսում եմ Աստվածաշնչյան կարմիր դիպլոմի մասին։ Ես չեմ խոսում ձեր դպրոցի կարմիր դիպլոմի մասին։ Ձեր կարմիր դիպլոմները պահեք ձեզ, բայց այստեղ բարձ բան եմ ասում, ամենաբարդ ֆորմուլան հեծ մեկը հավատքի, որ ինչ է հավատքի պաստուլատը, նախադրույթը, որն է։ Պետք չի որ ասեք, դա գիտեք չէ որն է։ Չգիտեք որն է։ Բացի դա, կարմիր դիպլոմներ, ստեղ էլի են եղել կարմիր դիպլոմներ, это, դա, էքստրեմալ Եմ մաքսիմալ օգտագործումն է մարդու մեջ եղած հավատքը Աստծուց։ Դա ամենաբարդ պաստուլատն է։ Դուք չգիտեք սրա մասին շատերը, այստեղ նստած բերանները լալկվել եք, ջուր եք առել։ Հիմա դուք կարող ասեք, ինչի համար սա պետք է իմանա, որ ես ծառայեմ, դուք պետք է տարական բաները իմանաք։ Պետք է դուք իմանաք օգնականների դերը։ Չի կարող օգնականը լինի գեհեզի։ Չի կարող գեհեզի լինել։ Մինչ Եղիսեն իր տանը նստած է, գեհեզին չգիտեմ ինչերով է զբաղված։ Գնացել այնտեղ հետևին պտտվում է, վազվզում է, ոնց կարա այդ ձև մարդը վերցնի այդ օծությունը։ Եղիսեի օծության քառակի մասը։ Սա կրկնակին ուզեց, քառակին ունենար։ Եկեք մի քիչ փարիսեցիների մասին բան խոսամ, հետո կանցնեմ 6 կետերի մասին։ Այս փարիսեցիներն էլ են օղբատ, 8 հատ բաներ ունեն, այսպես կլատկեք ունեն, որ մենք հայտնաբերել ենք այս մի մարդու միջոցով, այս ով որ ստեղ աղոթք անում։ Ես կարդացի, չկարդացի, 2 Պետրոս 2 գլուխը 17 խոսքը։ Նեղացնված է ձեզ։ Սրանք ջուր չունեցող աղբյուրներ են, փոթորիկից քշված մեգեր, որոնց համար թանձր խավարը պահված է հավիտյան։ Սա ասում է կոնկրետ նրանց մասին,
ովքեր ինքնաարդարացված մարդիկ են։ Ընդհանրապես փարիսեցիները ինքնագոհ մարդիկ են։ Ինքնաարդար, ինքնաբավարար, զատված, սուրբ են քանց ուրիշները։ Դատում են եւ շատ չարացած են իրանք։ Փարիսեցին չի աղոթում, այլև հանդիսավոր կերպով է ձև հայտարարություններ անում իր արդարության մասին։ Մենք տեսանք սա Ղուկաս 18:11-ը։ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ուրիշների պես չեմ։ Մաքսավորն է հրյա էր։ Գիտեք, որ երկուսն է հրյա են, մեկը փարիսեցի աղանդից էր, բայց սա մաքսավոր էր։ Մի քիչ հետո մաքսավորի մասին կասեմ։ Ուրեմն ամենտեղ փարիսեցի կա, սոցիալական շերտերում փարիսեցիներ կան։ Եթե դու աշոտաբերցի ես, ուրեմն դու երկրորդ, երրորդ սորտի ես։ Սա փարիսեցիների մոտ է ձև կարծիք, եթե դու աշոտաբերցի ես, եսի մով ես։ Ես նկատել եմ, որ աշոտաբերցիներն մի քիչ ուրիշ ձև են նայում, որովհետև այնտեղ հավաքովի են ոնց որ։ Մենք էլ դրա մեջ ենք մտնում։ Ամեն ջերմաչափ պետքա սնդիկ ունենա իր մեջ։ Հալելույա։ Ինտելեկտուալ ոլորտում կան փարիսեցիներ։ Կրթված են, բայց չեն սիրում տգետներին, սրանք փարիսեցիներ են։ Նկատել եք, որ կրթված մարդիկ չկրթված մարդկանց ինչ են ասում։ Անուղեղ, անգրագետ, չոբան։ Չգիտեմ, ստորադասում են մարդկանց։ Փարիսեցիները, ովքեր հպարտանում են իրենց հարանվանությամբ, սա հոգևոր փարիսեցիությունն է։ Մեր եկեղեցին ամենաճիշտն է։ Չկա ճիշտ եկեղեցի, ժողովուրդ, կա ճիշտ Հիսուս։ Հիսուս է մեր ճշմարիտ։ Առաջինը, որ դուք կարող եք հայտնաբերեք փարիսեցություն ձեր մեջ, սա է։ Դուք փարիսեցի եք, եթե չեք կարողանում ընդունել, երբ որ ձեզ շտկում, ուղղում կամ հանդիմանում են։ Չեք կարողանում ընդունել։ Դուք փարիսեցի եք։ Առակաց 27-ը էզև բան ասում ես։ Առաջի հերթին ինչ-որ մեկը արդեն իրան տեսավ, հալելույա, գնաց, գործը սկսեց գնալ առաջ, աշխատանքը տեղի է ունենում ստեղ։ 27:17 Երկաթը երկաթով է սրվում, մարդը իր բարեկամի երեսն է սրում։ Առակաց 27:17-ն էր սա։ Դուք փարիսեցի եք, եթե դուք չեք ընդունում շտկումը եւ ուղղումը, որ ձեզ ուղղում են։ Օ, դու ուրեմն փարիսեցի ես, Հովիվ ջան։ Այնքան եմ քեզ ուզեցի շտկեմ, այնքան եմ ուզեցի քեզ խրատեմ, բայց դու չես կարողանում մտածել ինպես։ Որովհետև ես մտածում եմ այն դպրոցի եւ ուսմունքի եւ այն վարդապետության համաձայն, որ կա բլագավեշենցքը։ Այն Հովիվի առաջնորդության, որ ես ստանում եմ։ Երկաթը երկաթով է սրվում, այսինքն գիտելիքների փոխանակում կարա տեղի ունենա։ Եթե դու խելացի ես, դու ընդունում ես։ Ընդունում ես, որ ես ասում եմ, դու լսում ես, դու ասում ես, ես լսում եմ։ Սա երկու մարդ են, որ իրար այդ փոխադարձ կապ են ունենում։ Մենք ամեն բան չենք կարող իմանալ եւ մինչեւ վերջ իմանալ, դա էլ իմացեք։ Փարիսեցիները ձև են ասում, ես միայն Աստծուն եմ լսում եւ մարդկանց չեմ լսում, մարդկանց տեղ չեմ տալիս։ Լսեցիք սա։ Ես մենակ Տիրոջ հետ։ Ես Տիրոջ հետ եմ տալի առնում։ Հենց այդ փարիսեցիները շխլիկ ու լավ զգում։ Գիտեք, Աստվածաշնչում մի հատ հոգևոր օրենք կա, որ պապը դու տատդ էլ գերեզմանից հյուր գան, էքսկուրսիա գան, և քեզ ասեն, դու չես կարա փոխես Աստվածաշնչյան այս տեղը, որը գրված է Եբրայեցիներ 13:17-ը։
Ձեր առաջնորդներին մտիկ արեք, նրանց հնազանդվեցեք, որովհետև նրանք ձեր հոգիների համար են հսկում, որպես թե հաշիվ պիտի տան։ Այդ դու հաշիվ տեստա, Հովիվ ջան։ Ես հաշիվ չեմ տալիս անհնազանդներին ու անխոնար մարդկանց։ Այդ ձև բան արեք, որպեսզի թե իրանք ուրախությամբ անեն այն գործը, ոչ թե քեզ տենալով հառաչեն։ Որովհետև դա ձեզ օգուտ չի, որովհետև միշտ ձեր տրամադրությունը ինքը փչացնելու է։ Սիրում եմ այդ մարդուն։ Ով լսեց։ Ով չհասկացավ, նորից կրկնեմ, խնդրում եմ ասեք։ Այստեղ գրված է մի օրենք, ամփոփող օրենք, որ Աստծո խոսքն ասում, ձեր առաջնորդներին լսեք, հնազանդվեք, ենթարկվեք, որովհետև իրանք հաշիվ պիտի տան ձեր կյանքերի համար։ Եթե դուք չլսեցիք, եթե դուք չընդունեցիք, ես պատասխան չեմ տալու ձեզ համար։ Եթե դուք խոնարհաբար չընդունեցիք եւ հնազանդվեցիք, ես հառաչելու եմ, ես ջղայնանալու եմ եւ ձեզ համար դա լավ չի լինելու։ Գիտեք ինչա տեղի ունենալու։ Ես խիստ եմ խոսալու, հանդիմանելու եմ, կտրելու եմ եւ մի խոսքով։ Երկրորդ բանը, որ ես կասեմ, եկեք շարժվենք առաջ։ Փարիսեցիները ատում են հոգևոր իշխանությունը։ Փարիսեցիները ատում են հոգևոր իշխանությունը։ Ոչ մեկի առաջ իրանք չեն ուզում հաշվետվություն տան։ Եթե չեք ուզում հաշիվ տակ, եթե չեք ուզում պատասխանատվություն կրեք, դուք երկնքի հետ լավ հարաբերություններ չունեք։ Ես մի անգամից Հիսուսին եմ հաշիվ տալիս։ Հարցածակում ինչ հաշիվ ես տալիս։ Եկեք սկսենք հաշվետվությունից։ Եկեք սկսենք հաշվետվությունից։ Ինչ հաշվետվություն ես տալիս, եթե դու չես ընդունում որևէ մեկին։ Վախեցեք նրանից, ով չունի հովիվ։ Եվ իր համար եկեղեցի կա։ Եկեղեցի է ինքը իր համար։ Ու հովիվ չունի։ Հոգևոր իշխանություններ չունի իր վրա։ Ես տեղացի եմ, այս տեղացի եմ կասես, բայց իմ հովիվը ապրում է Ավստրալիայում։ Որովհետև ես իրան YouTube-ով եմ տեսել։ Այս ինքը իմ հովիվն է։ Են մեկն էլ ասում է, ես Բենհինն եմ իմ հովիվը։ Բոնկեն լավա գնաց երկինք, թե չէ մեկն է ասում է բոնկեն է իմ հովիվը։ Դու ինչ գիտես, որ ես իրան հաշիվ չեմ տալիս։ Իրոք Բենինս չգիտի, որ քո նման մարդ կա։ Գոյություն ունի։ Ով լսեց։ Երրորդը։ Եթե թերություններ են տեսնում ուրիշների մեջ, եթե թերություններ եք տեսնում ուրիշների մեջ, դուք փարիսեցի եք։ Անարգում էին ուրիշներին։ Թերություններ էին փնտրում։ Եվ դա Սուրբ Հոգու պտուղը չի։ Անտատ թերություն են տել, այս քարոզում ես թերությունը տես, այն քարոզում, հենց մի դաս տվեցիր, պրծար մոդիկացավ չամռվեց երեսից, սխալա չեմ ընդունում։ Ժողովուրդ, ես այս ձև մարդկանց ասում, իրանք փարիսեցի են, էբլեմով։ Հայտնության երկրորդ երրորդ գլուխներում Տերը հանդիմանում է, շտկում է եւ նաեւ խոստմունքներ է տալիս։ Գովում է նրանց ինչ որ արել են եւ հետո ասում է թե ինչ պետք է անել, որ ճիշտ լինել եւ կամ հաջողություն ձեռք բերել։ Սա ընդունում են եկեղեցիները, որովհետև Հովանեսը ստանում էր 7 եկեղեցիների վերաբերյալ հանդիմանություն, խրատ եւ շտկում։ Սա մարգարեական հոգին է, որը եկեղեցու մեջ բալանս է բերում։ Այստեղ քեզ շտկում են, խրատում են, հանդիմանում են, ամեն բան էլ տեղի ունենում։ Եվ այստեղ դու ընդունում ես դա կամ չես ընդունում դա, դա արդեն քո գործն է։ Խրախուսում եւ ուղղում էր։ Սա է, որ Սուրբ Հոգու պտուղն է։ Դե չմենակ ես քո վրա վատն եմ գտնում։ Հա ուզում եմ քեզ բզեմ, հա ուզում եմ քեզ ինչ բզբզամ, հա ինչ որ ուզում եմ քեզ վրա մեղադրանքներ, հա ինչ որ այս չի ճիշտ, այն չի ճիշտ, այն չի ճիշտ։ Ուզում ես մի բան ասեմ, դու Աստված չես։ Եվ դու իմ վրա ավակ չես կարգված։ Դու իմ հովիվը չես։ Կարաս ինձ համար բարեխոսի ոչ թե բողոքի եւ դատի կամ տրտնջա։ Կարում եք աղոթեք ինձ համար, որովհետև հեշտ է դատելը, քննադատել, բողոքել եւ նեղանալ։ Հեսա մենք պետք է անցնենք, հենց գնամ Բլագովեչենսկից գամ, պետք է անցնենք նախապաշարմունքներ։ Դուք կտենաք, որ դրանից հետո ազատ կապրեք։
Բոլոր նախապաշարմունքներից։ Դուք փարիսեցի եք, եթե կարծում եք, թե ձեզ հանձնարարված է ուրիշներին ուղղել։ Ո բանա։ Ով լսեց։ Ով լսեց եկեղեցի։ Դուրն է եկավ ես մի կետը, չէ՞ երևի։ Ով լսեց։ Ուրեմն ես կկարդամ Մատթեոս ավետարանը նորից։ Մատթեոս 7-րդ գլուխ։ Ես չեմ ընդունի, ես չեմ անի, ես սենց։ Նայեք ստեղ գրված է, եւ ինչու է քո եղբոր աչքի մեջ ճյուղը տեսնում ես։ Ինչու ես քո եղբոր աչքի մեջ ճյուղը տեսնում, բայց ահա քո աչքի մեջ գերան կա։ Կեղծավոր։ Դա երբ որ ասում եմ կեղծավոր, փարիսեցի կեղծավոր էին։ Առաջ քո աչքի գերանը գնա հանի, հետո պարզ կտեսնես։ Ես իմ աչքի գերանը հանել եմ, դրա մա տենում եմ։ Տենում եմ քո աչքի գերանը, Հովիվ ջան։ 14:4 Հռոմեացիներ։ Մի բան սովորում ենք, թե չէ։ Բայց ես եկել եմ ուրիշ ծևի քարոզ լսեմ։ Դու ով ես, որ ուրիշի ծառային դատում ես։ 14:4 Հռոմեացի։ Իր տիրոջ համար կանգնած է, թե բայց պիտի կանգնի, որովհետև Աստված կարող է նրան կանգնեցնել։ Դուք փարիսեցի եք, եթե դուք մտածում եք, թե դուք Աստծուն ավելի մոտ եք, քան ուրիշները։ Այնքան մարդիկ կան, որ Աստծուն շատ մոտ են, ժողովուրդ, շատ։ Ավելի քան դուք պատկերացնում կամ դուք եք մոտ։ Դա դիվական հպարտություն է, որ դուք մտածում եք, դուք եք մենակ Աստծու հետ մոտիկ, սենց դուք եք իր այդ վերևներն ֆրֆռան, իրար հետ պատտվում, իր այդ տալի առնում, ոչ մեկ ուրիշ չի անում։ Դուք անենց տեսիլքներ ու հայտնություններ եք ստանում։ Ասեմ որոշների տեսիլքները որտեղից ածան, ուրիշների պատմած բաներից։ Երբ որ ես Ժորին ասում եմ, Ժոր, լալսի էլի ես մի հատ մարգարեն, մի հատ ստուգել ես մարգարեն։ Գիտեք, որ մարգարեն է կան ստուգել մարգարեն։ Լսում ասում, այս մարդը իր ցանկություններն է ասում։ Սա մարգարեություն չի։ Այս մարդը ինչ-որ միտեղ բան ալես է, դրա վրով ասում։ Դու չպետք է լսես, չպետք է իմանաս, որ ասես։ Եվ ցանկությունը կամ եւ չպետք է իմանաս այդ մարդուն։ Ժորը եկավ սա ռենտգենավ գնաց։ Մեկին էլ որ ասում է տարիներով ասում է, Աստված եկավ իրան չափալախեց։ Ասեց վերջապես լսի։ Եթե դու չափաշխարես, եթե դու չթողաս այդ ամեն ինչը եւ ինձ հետևաս, վատ ալնելու։ Այսօր վատ է։ Այսօր ամեն ինչ վատ է։ Հպարտությունը հիշեք, որ երկնքից քշեց սատանային, Արուսյակին։ Հպարտությունը Նաբուգուդոնոսորին քշեց պալատից։ Ով էր վերջի դասին լսում Նաբուգուդոնոսորի մասին, որ պատմի։ Եվ Նաբուգուդոնոսորը 7 տարի քշվեց պալատից, 7 տարի։ Եվ գրվածը գնաց եւ արջարի պես արածում էր։ Մագիլներ եղան, փետուրներ դուրս եկան եւ հատուկ ախրանը կար, որ պահպանում է այդ կենթանուն, որպեսզի հանկարծ ախոտնիկները, որսորները չսպանեն, մտածելով են կովեն, տեսե տավարա, թե արծիվա, ինչ խառը կենթանի է, մի հատ գիբրիտ է։ Պատկերացնում եք ժողովուրդ, որ մեր ազգին Աստված Նաբուգուդոնոսոր սինդրոմ օրտնի։ Դրսից էքսկուրսիա գան ու տենան, որ մեծ մի կանաչ տարածքում արածում են այդ կենթանիները։ Նա մեր քաղաք գա։ Մի 12,000 գլուխ անասում։ Ես ամենայն խոնարհությամբ եմ ասում այդ բաները։ Մենք սաղած վտարված կլնենք։ Աստված ողորմած է։ Աստված ողորմած է ժողովուրդ։ Ես սա մտածում եմ ու ասում եմ, բա սա մեկն էր, բա որ այս քաղաքում լա ինչքան մարդ կա, լա այս եկեղեցում ինչքան մարդ կա։ Ամեն մեկը իր հպարտության ձևն ունի։ Լացում ասում է, Տեր Հիսուս, դու գիտես, որ ես ինչքան հպարտ եմ, ես չեմ կարա դա անեմ, որովհետև հպարտ եմ, ես չեմ կարա դա անեմ։
Գիտեք, Աստծուն ասեք, որ դուք հպարտեք, մի վախեք։ Եթե շակալ եք, ասեք ես շակալ եմ, ասեք ես կռիս եմ, ես չգիտեմ ինչ եմ, ես մի վախեցեք խոստովանել ճիշտ անուններ տալով։ Սա իրա գործքը ծեծում էր եւ ասում էր մեղավորից ողորմա Աստված, էսն է չէ։ Ոնց կաս դու ես այդպես հպարտ եմ, ես ինչքան լավ եմ։ Սա հրյա էր, մաքսավոր հրյա էր։ Հրյա մաքսավորները աշխատում են Հռոմի կայսրության համար։ Հռոմի պետությունը, Հռոմի աշխարհակարգը, երկիրը, չգիտեմ ինչը։ Հռոմի կայսրությունը, ընդհանրապես կոնկրետ թվերը գներ չուներ, թե ով ինչքան պետքա հարկու տուրք տա։ Դրա համար հրյա մաքսավորները վերցնում էին ավելին, քան որ պետքա վերցնեին, մանավանդ վերցնում էին իրանց եղբայրներից։ Վրները դրել էին հարկեր, իրանք էին որոշում, Լաուրային տեսա ասել, այս անգամ դու պետքա 40 տաս։ Միշտ ինքը տվել է 1005, բայց մի 40 պետքա տաս։ Եվ գիտեք ամեն հրեայից ինչ էր պահանջվում, երբ որ մաքսավոր տենա ժողովրդի մեջ, կոռոփանի թքի վրան զզվելով։ Եթե հանկարծ կպել է, շորը կպել է այդ մաքսավոր, պետքա գնա տուն, զզվանքով, հանի է շորը, լվացվի եւ շորերը վառի։ Դրա մասը ես սրա նման չեմ, նրա նման չեմ։ Փարիսեցիները դրանք են, ովքեր զզվում են ուրիշներից։ Ես քեզ ծերով չեմ բարևի։ Եթե ձեր աղոթքները դարձել են մեխանիկական, դուք փարիսեցի եք։ Դուք փարիսեցի եք, եթե ձեր տեսողության այդ խնդիր կա, ես այս ձեր բան արեցի, ագանյոքն է, ասենք նոր տարվա ագանյոքն է, մի քանի հոգին գնացին առևտուր անելու, 2-3 հոգի, չէ, գնում են առևտուր են գալիս են, Այնտեղ քույրեր են աշխատում, ճիշտ է, հետո գալիս են այդ մրգերը, բանջարեղենները, չգիտեմ, ուտելիքները, այս այնը կտրտում են, դնում են, սարքում են սեղաններ, եւ հանկարծ բոլորի անունը տրվեց բացի Իրանից։ Ոնց կարային իմ անունը մոռան, պանիրը ես էի կտրել։ Ոչինչ, եթե ձեր անունը անգամ մոռացել են կամ սխալ են գրել, ոչինչ, ժողովուրդ։ Դուք այդքան փարիսեցի եղեք, որ ձեր պատվի համար ես վատանակ։ Հիսուսին խաչեցին, իսկ քեզ ընդամենը մոռացան, որ դու պանիր ես կտրել։ Արմեններ ասեց, ոնց թե, այդ դուք ինչ չհիշեք, հա, ես այդ 2 հատ 40 կիլոանոց խորոված եմ, այդ քթներից հետ կա։ Դուք ոնց չէ, ոնց կարող են նոր տարվա շեմին իմ տրամադրություն փոխեն, 3 օր սուկ անեմ կեֆի տեղ։ 1, 2, 3, հունվարի 1, 2, 3, պարոն Փաշինյան ասել է 3-ից հետո աշխատանք եք։ Դա գնա այս տրամադրությամբ աշխատի։ Դուք փարիսեցի եք, եթե քննադատություն ունեք։ Դուք փարիսեցի, մենք փարիսեցի ենք, եթե քննադատում ենք նրանց, ովքեր Սուրբ Հոգու հետ են շարժվում եւ Սուրբ Հոգու դրսեւորում կա իրանց կյանքում։ Սա վտանգավոր բան է, ժողովուրդ։ Ամենավտանգավոր բանն է փարիսեցու կյանքում։ Փարիսեցիները ասում են, որ սա Բեղզեբուղի իշխանությամբ է դևեր քշում։ Սա հայհոյություն է Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգու դրսեւորումը այս մարդու կյանքի մեջ կա ու մենք չենք վախում իրան դատելուց։ Սա հայհոյություն է Սուրբ Հոգու վրա։ Էլի շոուն սկսվեց, այս ես է մարդ էի բերել զորով, փախավ հենց սկսեցին ծաղրտալ դևեր։ Ես չգիտեի, Սիրելիներ ջան, ես անտեղյակ եմ, որ մարդ է։ Ես ուզում եի աղոթեմ, որովհետև 2 օր ազատագրություն էր տեղի ունեցի աղոթքները։ Ես ուզում եմ շարունակվի, ես ուզում եի էլի աղոթեմ մարդկանց համար։ Պետք է վախենալ, որ դատել, պետք է վախենալ այդ դատելուց Սուրբ Հոգու հետ շարժվող մարդկանց։ Վախենալ Սուրբ Հոգու դրսևորումներին վերագրել, թե էլի շոուն կատարվում, այլի նույն բաները։
Աստված չի կարող փրկել երկրորդը նրան, ով չի հավատում։ Ով չի հավատում։ Գործք 16:31-ին ասում է հավատա Տեր Հիսուսին կփրկվես դուն եւ քո ողջ տունը։ Հովհաննես 12-ը գրված է 37 խոսքը։ Հովհաննես 12:37 Թեպետ այնքան հրաշքներ արեց նրանց առաջ, բայց նրանք չէին հավատում իրեն։ Օհո։ Աստված չի կարող փրկել ծև մարդուն։ Երրորդ Աստված մեզ չի կարող փրկել, կամ քեզ չի կարող, կամ ձեզ չի կարող փրկել, եթե ուզում եք գալ ուրիշ ճանապարհով։ Չկա ուրիշ ճանապարհ։ Հիսուսն է միակ ճանապարհը։ Ոչ մեկ չի մեռնում, հետո աղոթում են իր համար, որ ինքը տեղափոխվի դրախտ։ Այս ճանապարհ չկա։ Կավարան չկա։ Ոչ մեկ հարստությամբ, հեղինակությամբ չի կարող փրկվել։ Ոչ մեկ իր ինտելեկտի շնորհիվ չի կարող փրկվել։ Միայն փրկվում են Հիսուս Քրիստոսի միջոցով։ Չորրորդ Աստված չի կարող փրկել կեղծավոր մարդկանց։ Մատթեոս 25-րդ գլուխ։ Ես ավարտում եմ։ Իմ ժամանակի շուտ եմ ավարտում այսօր։ 10 րոպե շուտ։ 25:18 Վստահ եմ, որ այս ծառայությունից հետո որոշները կմնան փարիսեցի։ Բայց ուզում եմ հավատալ հակառակը։ Հիշում եք այս մարդուն, որ իրա մեկ հատիկ առած 25:18 մեկ հատիկ առած մնասը տարավ թաղեց։ Հիշում եք այս մարդուն, ստեղ տենց է գրված է, իսկ նա, որ մեկ առած էր, գնաց գետինը փորեց եւ տիրոջ ստակը պահեց։ Իսկ հետո տիրոջ վրա տեսեք ինչ սուտ ասեց, կեղծավորվելով, վախենալով գնացի քու տաղանդը գետնի տակ պահեցի, ուստի ահա քուններ քեզ լինի, որովհետև գիտեի թե դու ինչ մարդ ես, չէ, տենց բաներ ասում, դու չցանածը տեղից ես ընձում։ Տերն է պատասխան տվեց եւ ասեց չար եւ ծույլ ծառա։ Գիտեիր, այ եթե դու գիտեիր, քու կեղծավորության համեմատ եմ անում քեզ։ Եթե դու գիտեիր, որ թե չսերմանած տեղից եմ հնձում, չցանած տեղից եմ հավաքում։ Ուրեմն պետք է իմ ստակը բերեիր սեղանավորներին։ Աստված չի կարող այս մարդու փրկել։ 5-րդ Աստված չի կարող փրկել նրանց, ովքեր հայհոյում են Սուրբ Հոգուն։ Ծաղրել, դատել այն մարդկանց, ում կյանքում Սուրբ Հոգին դրսևորվում է։ Մարդիկ մտածում են իրանք ուղիղ Սուրբ Հոգուն։ Սուրբ Հոգուն ուղիղ ոչ մեկ չի կարող հայհոյ, չի է տեսնում։ Սուրբ Հոգուն տեսնում է գործողության մեջ, ծառայության մեջ։ Շատերը նայում են այս քարոզները ծառայությունը, այս սովք են, այս ինչ են անում։ Սկսում են հայհոյել։ Ոնց կարաս այս բաներնի։ Ով է հիշում կիսաբաց լուսամուտները, օղորմացիկ լուսամուտները։ Սաղ աշխարհում մեզ հայտնի արեցին, Սփյուռքում հայտնի արեցին, Հայաստանում հայտնի արեցին, ամբողջ հայ ազգը իմացավ, որ նոր սերունդ եկեղեցի կա Ստեփանավանում։ Հրաչը ռեկլամ արավ մեզ, ինչ որ երկու անուղեղի պատճառով։ Ժողովուրդ իրիկունը նստած եմ տունը իրիկունը նստած եմ, մեկ էլ տարբեր տեղերից այդ հաղորդումը ինձ են ուղարկում։ Հաղորդումը գնում է top show, երկրի առաջին top show, կիսաբաց, կիսամերկ լուսամուտները, շաշուկ ժանոցը։ Նայենք, որ ինձ են ցույց տալիս, նայեմ, որ ինձ են ցույց տալիս այնտեղ։
Այդ ինչ եմ անեմ, ժողովուրդ, այդ ինչ քարոզեմ այդ օրը։ Այդ ինչ քարոզեմ, հիշում եք այդ քարոզը, այդ քարոզից են կտրե հենց այդ քարոզից են կտրե։ Երիտասարդները այստեղ շրջապատած ինձ։ Եվ ես Մարգարյանում եմ համարցակ խոսեմ, որոշները կգնան, որոշները ետ կգան նորից։ Ու Մարգարյանում եմ ես, Աստված նոր սերունդ է բարձրացնում։ Ոյ մարդես ինչա։ Մենք չենք կարող նրանց հախից գանք ու կոմենտներ գրենք, որովհետև նրանք ավելի շատ էին։ Մենք քիչ էինք եւ մենք չկարողացանք շատ, ասենք, պաշտպանվենք։ Չկարեցանք կոնկրետ աբարոնան կոտրեցին, պաշտպանողական այդ շիտը կոտրեցին ու ներխուժեցին։ Այդ լավ ոչինչ։ Հաջորդ օրը դեռ տակ այդ ամեն ինչը, ես շոկի մեջ եմ ես։ Հաջորդ օրը հովիվ Միշանա զանգեմ։ Արա, այդ ինչ ա եղել։ Ասում որ մեկը։ Արա, ասում ա ինձ գիշերը զանգել են, ասել են շուտ արա, այդ գարնիկին ասա հանի այդ յութուբները փագի։ Հավատացյալ եկեղեցի հովիվներ են ուղարկել էլի այդ նյութերը իրան։ Ինձ ա ուղարկել, ասում այս ինչա։ Это где? Зачем? Почему? Ասում հով ջան։ Այդ կիսաբացը, էսա այդ է կփակվի։ Բայց մենք շարունակ տրանսլյացիա կանենք։ Եվ մեր գրանցումները մի անգամից սկսեց աճել այդ ժամանակ։ Եվ լուրջ ես չկայց այդ հրաչի դեմ ոչ մի բան անեմ։ Երբ որ դուք չեք կամ ոչ մի բան անեք, տվեք Աստծո ձեռը։ Այսօր փակվել է այդ բանը, այդ գժանոցի դռները։ Հետո հով Միշան ինձ մի հատ խորհուրդ տվեց։ Ասեց գոնե որակը լավնացրեք։ Մենք մի անգամից մենք ունեցանք 4K վիդեոկամերան։ Մայիսներ բերել Ռուսաստանից։ Հետո առանք ես ավելի լավ վիդեոկամերան։ Սան ավելի շատ թանկ տվենք։ Ու ձեւ որակապես, եթե դուք նայեք հին այդ կադրերը այդ օրվա, դա իրոք ոնց որ Տիտանիկի թվերից է։ Ոնց որ 1912 թիվներն է։ Բայց իրոք ես չկոտրվեցի, ես չանձնվեցի։ Այս ֆոնը տեսել եք։ Այս ծառայության ֆոնը տեսել եք։ Ինձ տեսել եք։ Այս շորերով։ Ոնց է սազում։ Ինձ տեսնող հրաչները թող իմանան, որ մեր որակը ձեր քննադատությունից է բարձր, որ մենք հասկանանք, որ պետք է որակը ավելի լավն ասենք։ Ձայնը, տեսքը, որ լավ տեսնեք մեզ։ Հետո մի բան էլ ասեմ էլի։ Այդ հրաչը ղժում էր մեր ազգի վրա։ Եվ ինքը դեմ եղավ Աստծուն։ Ցավոք սրտի։ Մեր ժողովրդին չպետք է ձեռ առնել այդ ձևի թույլ, տկարամիտ, աղքատ, թշվառ, ընդհակառակը Աստված ինքը որբերի, որբևայրիների, անտունների Աստվածը։ Ծաղրել այդ ձև մարդկանց ու մարսել մեծ հաշվով հնարավոր չի ժողովուրդ։ Գիտեք ի ասեցի ֆոնի տեսքի մասի ձայն, դա ինձ համար տրամպլին էր, որ ես ավելի գնամ որակով դարձնեմ մեր ծառայությունները։ Բա ամենակարևորը չեք նկատել այդ վիդեոներում, ամենակարևորը Աստված իր ներկայությունը։ Ինչքան Աստծո ներկայություն կա։ Ես առաջ այդ վատ կադրերով քարոզներ չէի նայում։ Բայց մի ես ստուգում եմ ինձ աշխատում եմ։ Չի կարող Աստված մարդուն փրկել մահից հետո։ 6-րդ եւ 7-րդը Աստված չի կարող փրկվել հավատ ուրած մարդուն, ով որ իր հավատքը ուրանում է։ Երկրորդ Պետրոս, երկրորդ գլուխ, 20 խոսք։ Երկրորդ Պետրոս,
2-րդ գլուխ 20 խոսք։ Եթե Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գիտությունով աշխարհին պղծություններից հրաժարվելուց հետո դարձյալ այն բաները բռնված հաղթվեն, նրանց վերջը առաջինից գեշ կլինի։ Այսինքն ապաշխարությունից հետո եթե ետ դառնա մարդը, ապաշխարությունից հետո իր հավատքը ուրանա, ավելի լավ է այդ մարդը չճանաչեր նախ եւ առաջ Հիսուսին, քան ճանաչելա ու հետո ուրացելա Հիսուսին, ուրացելա իր հավատքը։ Հավատուրած մարդիկ չեն փրկվի, Աստված չի կարա փրկի։ Շնորհակալ եմ Հիսուսին այսօրվա ամեն ծառայության համար։ Մի քիչ գիտություն, ինֆորմացիա, հայտնություն, մի քիչ խրատ, մի քիչ հանդիմանություն, մի քիչ սեր, մի քիչ ուրախություն, մի քիչ խրախուսում, մի քիչ ուղղություն։ Շնորհակալ եմ Տեր։